չվերել, ինչպես կամենում էր պապը մոռանում ամեն նամակների մասին և ոչի չվերի, չէ որ մենք ժամանակին ու վերջեր ենք նամակները, չգիտեմ մեկ-մեկին սորում է, որ նա այն նամակը չի կարդա, ու գիտես, ինչ գիտես, ես չեմ ուզում այսօր կամ միջոցառմանը մասնակցել, չեմ ուզում երգել, վայ, քեզ ինչ եղավ, ինչու չես ուզում մասնակցել մեր միջոցառմանը, չէ որ մեկ ամիս պատրաստել ենք մենք միջոցառմանը, ես չեմ ուզում այսօրվա միջոցառմանը մասնակցել, չեմ ուզում երգել, բաբը խոսքերս մոռանամ, բոլոր են դրախը ծիծաղել, եթե որ մոռանես ես քեզ կհուշեմ, բայց ինչու կմոռանաս, ես քեզ կհուշեմ, իսկ եթե ոչ մի եթե էլ մի փնթփնթա, գնա օտոմատարի լույսերը վառի, շուտով երեխաները կգան, և մենք կսկսենք միջոցառումը, Ողջունում եմ ձեզ մեր հանդեսի պատվավոր հյուրեր, մեր շատ սիրելի և թանկագին ծնողներ, այսօր նշելու ենք տարեմուտը ուրախանական մեր հանդես։ Ձեզ ենք ուզում փոխանցել մեր շրջանում բարձր տրամադրությունը։ Մեր բորելսները, հետ է բերել խանական մարուտեն խատավակ։ Ընչում է նախա տոնական լանգերը և աղտում, ողջ աշխարհին բացեք դռները, բացեք սրտերը, հա եկել է մեր նոր տարին։ Նոր տարի մեր ամենասպասված ու ամենասիրելի տոնն է, չէ որ հենց այս տոնին է մեզ այցելում ծնվել պապը։ Դե ուրեմն եկեք շնորհապիտով սկսենք տարեմուտի մեր հանդեսը և այս սկսենք ձուրեթագուց և սարսե դղրակից։
Պատմական մեր հավերին, իսկ ցուցադրեք հանդիսատեսին։ Լավն են փաթիլները, ձմռակերնած դծնիները, մի քիչ վենթեն ու խելար, հետն էլ համար ու հպար։ Ինչ լավ է լինել փաթիլ, ծասկեր երկին անջարացի, իջնել ուր որ սյուրտը տուզի, նստել այնտեղ ուր պատաշի։ Մենք քույրեր ենք իրար նման ջերմակ ներկում աշխարհը համը։ Իջնում են ռուտում ձմեր, մենք բերում ջերմակ մեր մակով ամեն ուր ծածկում։ Ինչ բացեք ախներ կապքի, մաչկս լուծեք, չեմ դիմանա, ոչ մեկ երբեք ինձ քեզ ամներ, ամուր կպքեսը։ Երբ որ իջնեմ քո ձեռքին, ինձ մոտեցրու քո դեմքին, ու ես կանչեմ քո այդին, իմ սիրելի, այստեղ թուրս է, եկեք իջնենք մենք երկի, այնտեղ նշենք նոր տարի, դե փաթիլներ ճանապարհ ընկեք դեպի երկի, հաջուկ ու գով, օրորվելով դեպանգում, փաթիլները իրար կողքի, ճամփան Ապգոչեց, արագ իջեք, իմ սիրելի բալիկներ, չգիտեք, որ սպասում է ձեզ այսքան փոքրիկ մանուկներ։ Մեզ մոտ արի շատ շտապ, ես ինչքան ենք մեծացել ու աշակերտ ենք դարձել։ Շատ հնչյուն ենք սովորում, գրում, կարդում ու հաշվում, տեղը ենք ստացել ու ձեռքի վրա ամրացրել։ Նոր եկավ դեկտեմբեր, օրացույցն է վերջանում, ինտարն է գլորում, նորն է մոտենում, ծաղրություններ քոչբերի, նոր տարին դառնան դուքից, տակ չվեր, նորնուպի,
Հաստատչուկը, գայլը, նապաստակը, սյուրիկը, աղեսը, հանդիպեցին ու զուցես սկսեցին, հետմելը ծուրգան տալում, ով ինչպես է դիմակուզը, ինչքան ուզի թոշա դիունգա, ես ուտելու կարիք չունեմ, որ ձմերը ինքն է, դու ստյուրի սիրում, ես չեմ նստման գործելու, հավաքում եմ մի քանի բոք, կաղին, անգուս, մի քիչ է թույլ, երբ իջնում է ձունը փափում, բջակից մեջ տակում, հավաքած այդ պաշարը, ապրում եմ լավ ու ապահով, միջև նորից գանում բացում է անդարնան, անուշ մրկով լսի, իսկ դու ինչպես կատ մի տակնես, ինչ պատմեմ, այս մի բանում ես երբեք չեմ աղորում, չեմ հավաքում զղրան պատար, ինձ մնում է միայն մի ճաշ, գաղտակողի գյուղ եմ մատնում, հաջով է հավ եմ գտնում, աշխարհն իմն է, ու ինձ համար միևնույն է, ձմեռ ամառդուր սպիտակ ժի նապաստակ։ Չեմ կյանքը այդքան է վատ, չչաչենք սշան, չասեք մեկ անտարում իսատ կոտում, սարի կեղևն եմ կրծոտում, բույս եմ հանում դյանտակին և այդպիսով պահում ինձ, մինչև նորից գարում բացվի անտարը թան խոտով դսվի, ինձ ու մռայլ գոշերուկ է։ Դե ինչ ասեմ, գործս վատ է, կերս բագած հոգցս սատ է, որ միջել է սարերի ծատ, վրաս բարած վերանզված, տատակ որով ու թույլ ոտով, եմ ճացնում եմ յուղին մոտով, մեր սովեն են հալած տալիս, մեր գովին չեմ վրա տալիս, նրանց ձերքից ծունում։ Դա քիչ է քեզ հայրենագից, երբ տալիս ես հատի վրաս, ով կթողնի հանգիստ մնաս։ Շահեն արիստը, շահեն։ Եկորը
միջոցառումները կարծես թե սկսեց նախակրթարանը եւ մեր ընկերալը։ Հենց ներս մտնելից արդեն տեսան այն շունչը, որ նախակրթարանը մեզ ուզում էր փոխանցել։ Տոնական տրամադրությունը, փոքրիկ փաթիրիկներին ու թագուհիներին, բեմականներ, կերպարները, որոնք մեզ անչափ ոգևորեցին ու մենք նախապատրաստեցին մի գեղեցիկ ու կողտրիկ միջոցառման, որի սպասելիքները իսկապես արդարացան։ Ինկեր Անաչյան, շատ գեղեցիկ ու սիրուն փոքրիկ միջոցառում է, ինչպես միշտ, շատ լավը, պայծառ, լուսավոր, եթե անգամ միջոցառման մեջ ինչ-որ բան պակաս լիներ, մեր փոքրիկներ իրենց հմայքով, իրենց ժպիտով, իրենց հստակ խոսքով, իրենց շփոթվելով, իրենց խառնվելով ու ամեն ինչը հիշելով ու իրար հուշելով, գեղեցիկ ու տպավորիչ կդարձնեին միջոցառումը։ Սիրելի փոքրիկներ, ձեր ամբողջ միջոցառման ընթացքում խաղաղությունն անցնում էր կարմիր թելի պես, եւ ձեր շուրթերին այսօր գլխավոր բառը խաղաղությունն էր։ Այո, այսօր դուք խաղաղություն ասում եք, չպատկերացնելով դրա ամբողջ իմաստը, դրա ամբողջ կարևորությունը յուրաքանչյուրիս կյանքում։ Ուզում եմ երբ որ մեծանաք, դրա դերն ու նշանակությունը ինքան էլ չզգաք, որքան որ խաղաղ կլինի մեր շրջապատը, միջավայրն ու վայրենին։ Բայց այսօր իսկապես ձեզ շնորհավորելով, ընկեր Ալային եւ ծնողներին շնորհավորելով, ուզում եմ բոլորիս մաղթել խաղաղություն։ Խաղաղություն մեր հոգում, մեր ներսում, ինքներս մեզ հետ, մեր շրջապատին, մեր ընկերների հետ, խաղաղություն հայրենիքիս, խաղաղություն լուսավոր ու պայծառ այս մանրուքներին, որոնք այսօր, վաղը կերտելու են մեր ապագա, նրան մեր լուսավոր հույսերի ու զամսերի տա։ Մենք առաջին անգամ այստեղ բոլորով միասին։ Ես տեսնում եմ, բոլորը դիվան են եղել։ Մեր նախակրթարանը միշտ եղել է 14, 15, 16 հոգի, 22 հոգու դեպքում։ Այսօր առաջի անգամ ես 22-ին միասին եմ տեսնում։ Գոնե օրը մեկ անգամ նրանց տեսնում էի։ Կլիներ դասասենյակում, թե ճաշասենյակում, թե միջանցքում, երբեք բոլորին միասին չեմ տեսել։ Այո, այդպես էլ է պատահում, վիրուսների շրջանում լինումը, բայց արդյունքը սպասելիից ավելի լավն է, շնորհակալություն։ Ապրեք, որ շնորհավորեցիք մեզ նոր տարվանին, ձեր շնորհավորանքները մեզ հետ անպայման կտանենք, ու ձեր ասածները կանենք հաջորդ տարում։ Խոստանում եմ։ Խոստանում եք խելոք վերակ, խոսեք շատ կնես։ Հաստատ։ Այո։ Դե եկեք ձեր պապիկին կանչենք։ Այո։ Նոր սկսեցինք։ Ձմեր պապը հեսա պտտվում ու հետքում։ Շատ գործեր ունի ձեր պապը երեխաներ։ Մի փոքր ձեզ նվերները բերեք ու անմիջապես պետք է վերադառնա խաղալիքների ֆաբրիկա։ Երեխեք նվեր չեք ուզում։ Բայց չի տենց տխուր կանգնել։ Ասա դրան պապի։